Բարև ձեզ։ Ձեր ուշադրության ենք ներկայացնում անցած շաբաթ ֆինանսական շուկաներում տեղի ունեցած շարժերի ամփոփումը, դրանց վերահսկած մակրոտնտեսական եւ քաղաքական գործոնները, ինչպես ներկայացնենք, ինչպիսի սպասումներ ունենք ֆինանսական շուկաներից այս շաբաթ։ Անցած շաբաթ Ավստրալիայի կենտրոնական բանկը հրապարակեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը, որը կանխատեսված շրջանակներում մնաց անփոփոխ 1.5%։ Ավստրալիայի արտադրական ակտիվության ինդեքսը ըստ AIG-ի հրապարակության նիշների մարտ ամսվա համար 59.3%-ից նվազել է մինչև 57.5%։ Շինարարության հատվածում հայտերը ավելացել են 8.3%-ով, իսկ մանրածախ առևտուրը կրճատվել է 0.1%-ով։ Այս խաղ տվյալների ֆոնին անցած շաբաթ ավստրալիական դոլարը նվազեց դոլարի նկատմամբ, հասնելով մինչև 0.7500 գնանշման։ Ներդրողների մոտ անցած շաբաթ նկատվում էր հանգիստ և սպասողական իրավիճակ, որը պայմանավորված էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հանդիպմամբ։ Այնուհետև նկատվեց անկան հուզականություն, որը պայմանավորված էր այն հանգամանքով, որ ԱՄՆ-ն բաց է թողել տասնյակ հրթիռներ Սիրիայի նկատմամբ։ Բացի այդ ավելացավ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած մետրոյի պայթյունը և Ստոկհոլմում տեղի ունեցած տերակտը։ Այս ֆորս-մաժորային իրավիճակում նկատում էինք թուլացող դոլար, որը սկսեց ամրապնդել իր դիրքերը, երբ ԱՄՆ-ի աշխատաշուկան հրապարակեց գործազուրկների փոփոխության ցուցանիշը, որը բարելավել է դիրքերը 0.2%-ով, կազմելով 4.5%, որը ԱՄՆ-ի աշխատաշուկայի վերջին տասնամյակում գրանցված նվազագույն մակարդակն է։ Անցած շաբաթ Գերմանիայից ստացանք մի շարք մակրոտնտեսական ցուցանիշներ։ Փետրվարին արտահանման ծավալները համեմատած 2016 թվականի նույն ժամանակահատվածի աճել է 3.1%-ով, հասնելով մինչև 102.3 միլիարդ եվրո։ Ներմուծումը ավելացել է 3.7%-ով և կազմել 82.4 միլիարդ եվրո։ Արտաքին առևտրի պրոֆիցիտը հունվար-փետրվար ամիսների կտրվածքով կազմել է 34.8 միլիարդ եվրո, որը 5.9%-ով ավել է 2016 թվականի նույն ժամանակահատվածից։ Այս քաղաքատնտեսական գործոնների ներքո անցած շաբաթ տեսանք թուլացող եվրո, որը 1.0660-ից հասավ 1.0589, իսկ բրիտանական ֆունտը 1.2530-ից իջավ 1.2364, որի իջեցման պատճառ հանդիսացավ արդյունաբերական արտադրության վերաբերյալ տվյալները։ Այս շաբաթ կարևորագույն մակրոտնտեսական ցուցանիշներից սպասում ենք աշխատաշուկայի մասին տվյալներ Մեծ Բրիտանիայից և Ավստրալիայից։ Չորեքշաբթի օր ամսի 12-ին Կանադայի կենտրոնական բանկը կհրապարակի վերաֆինանսավորման տոկոսադրույքը, որը այս պահին կազմում է 0.5%։ Ըստ կանխատեսումների այն առաջիկայում կմնա անփոփոխ։ Այժմ տեսնենք ինչպիսի գնային մակարդակներ են ձևավորվել հիմնական արժութային զույգերի համար այս շաբաթ։ Եվրո-ամերիկյան դոլար զույգի համար որպես մոտակա պահպանման մակարդակ նշվում է 1.0506-ը, դիմադրության մակարդակ 1.0684-ը։ Բրիտանական ֆունտ ամերիկյան դոլար զույգի համար որպես մոտակա պահպանման մակարդակ նշվում է 1.2342-ը, դիմադրության մակարդակ 1.2592-ը։ Ամերիկյան դոլար շվեյցարական ֆրանկ զույգի համար որպես մոտակա պահպանման մակարդակ նշվում է 1.0003-ը, դիմադրության մակարդակ 1.0158-ը։ Ամերիկյան դոլար կանադական դոլար զույգի համար որպես մոտակա պահպանման մակարդակ նշվում է 1.3279-ը, դիմադրության մակարդակ 1.3514-ը։ Ամերիկյան դոլար ճապոնական յենա զույգի համար որպես մոտակա պահպանման մակարդակ նշվում է 110.23-ը, դիմադրության մակարդակ 112.06-ը։ Ավստրալիական դոլար ամերիկյան դոլար զույգի համար որպես մոտակա պահպանման մակարդակ նշվում է 0.7463-ը, դիմադրության մակարդակ 0.7597-ը։ Նորզելանդական դոլար ամերիկյան դոլար զույգի համար որպես մոտակա պահպանման մակարդակ նշվում է 0.6889-ը, դիմադրության մակարդակ 0.7071-ը։ Այս շաբաթ այսքանը, մաղթում ենք ձեզ եկամտաբեր գործարքներ, կհանդիպենք մյուս շաբաթ, հաջողություն։